Սիրելիներս, պատգամը, որի մասին խոսելու ենք կրկին ու կրկին, վերջին ընտրիկի, այդ խորհրդավոր ընտրիկի, ինչի համար խորհրդավոր, որովհետև Տերն այդ օրը շատ մեծ խորհուրդներ հայտնեց իր աշակերտներին։ Կրկին վերջին ընտրիկի ժամանակ տեղի ունեցած զրույցի շարունակությունն է, այս անգամ պետք է խոսենք կրկին Սուրբ Հոգու խոստման և դերակատարության մասին։ Հատվածը, որ պիտի ընթերցենք, որի շուրջ էլ պիտի կառուցենք մեր պատգամը, Հովհաննես ավետարանի 14-րդ գլխի 25-26 համարներն են։ Հիշում ենք անցած պատգամները և մի փոքր վերհիշում ենք, թե ինչի մասին էր այն մնացած պատգամները, որ այս մի երկու ամիսը երևի եթե ոչ ավել խոսում ենք։ Մնայք։ Հիսուսն ասում է, այս խոսեցի ձեզ հետ, քանի որ ձեզ մոտ եմ։ Բայց մխիթարիչը Սուրբ Հոգին, որ Հայրը կուղարկե իմ անունից, նա ամեն բան կսովորեցնե ձեզ և շարունակում է, և կհիշեցնե ձեզ այն ամենը, ինչ որ ձեզ խոսեցի, ասեցի։ Ինչ խոսեց Հիսուս, ինչ խոսեց, քանի դեռ աշակերտների մոտ էր։ Հիմնական նյութը կառուցել ենք Սուրբ Հոգու գալստյան մասին, Սուրբ Հոգու դերակատարության մասին։ Երևի թե մի քանի գլուխներ անգամ այս թեմային դիպչելու ենք, անընդհատ խոսելու ենք Սուրբ Հոգու Տերի կատարած աշխատանքի, ֆունկցիոնալ դերակատարության, աստվածության ամեն բանի մասին։ Այս բաները ձեզ ասացի, մինչ ձեզ մոտ եմ։ Հիսուսը իր անհրաժեշտ ճառը, խոսքը ասում է իր աշակերտներին, գիտակցում է, որ շուտով ֆիզիկապես այլևս նրանց հետ չի լինելու և այս բաները, այս բոլոր ուսմունքները, որ ես ձեզ սովորեցրեցի նախորդ ուսմունքներին, հոր միության մասին, սիրո պատվիրանի մասին, հիշում եք, նոր պատվիրան եմ տալիս, ես և Հայրը մի ենք, այս բոլոր տերմինները տեսնում ենք նախորդ քարոզների շրջանակում, հետո խաղաղության մասին և այս ամբողջ բաները, ինչ որ ձեզ խոսեցի, քանի դեռ ներկա եմ, Սուրբ Հոգին գալու է, ձեզ այս ամենի մասին սովորեցնելու է, ամեն բան է սովորեցնելու, նաև հիշեցնելու է այն ամենը, ինչ որ ես ձեզ հետ խոսեցի։ Այս բաները արտահայտության վերլուծությունը։ Հովհաննես 14:25-ում Հիսուսն ասում է, այս բաները ձեզ ասեցի, միշտ ձեզ մոտ եմ, այս բաները արտահայտությունը վերաբերվում է նախորդ ուսմունքներին, խոսակցություններին և հիշադակված հարցերին, որը քննարկել ենք։ Հիմա մանրամասը դիտարկելու ենք, թե այս շաբաթների, այս քարոզների ընթացքում ինչ ենք դիտարկել։ Երկնային բնակարանների մասին խոստմունքը 14-րդ գլխում 1-4 համարներում, որտեղ ասում է, որ շատ բնակարաններ կան, գնում եմ ձեզ համար տեղ պատրաստելու, երկինք գնալու։ Հիսուսը, երբ որ աշակերտների հետ էր, օրհնություն էր, չէ, ինչ հիանալի էր։ Կշոշափեին, կգրգեին, ասում է վերջին ընտրիկի ժամանակ Հովհաննեսը գլուխը դրել էր Հիսուսի ուսին, պատկերացրեք ինչքան օրհնյալ է, բայց ասում է լավ է, որ ես գնամ, այսինքն ցույց է տալիս, որ իմ գնալու մեջ է մեծ հզոր օրհնություն կա։ Եվ այդ օրհնությունը մեզ համար լավ է, որտեղ գնում է մեզ համար տեղ պատրաստելու։ Հիսուսի այդ ասելուց հետո նաև տեսնում ենք կրկին վերադարձի և մեզ հետ բնակվելու, մեզ հետ լինելու խոստումը։ Այսինքն լավ է, որ գնամ, որտեղ նաև գալու եմ, տեղ եմ պատրաստելու, գալու եմ, ձեզ տանելու եմ, և այստեղ հավիտենականության սկզբունքն է առաջ քաշում մեզ համար,
որ լավ է որ գնամ։ Իմ գնալու հետ է կապված ձեր մնացյալ հավիտենականությունը։ Որտեղ մենք գիտենք ինչ միջոցով գնաց։ Մեղքերի քավճարար զոհը, հարությունը, մահվան մեղքի հանդեպ հաղթանակը, որ արդեն 2000 տարիներ շարունակ մեզ ուղղորդում է դեպի երկնային բնակարաններ։ Հիսուսի հոր մոտ տանող միակ ճանապարհ լինելու մասին մենք քննարկեցինք։ Եվ Հիսուսն այդտեղ ասաց. ես եմ ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը 5-ից 11 համարներում եւ ոչ ոք չի գա հոր մոտ, եթե ոչ ինձանով։ Որտեղ մենք տեսնում ենք Հիսուսի հոր միության ուսմունքը, ով ինձ տեսավ հորը, նաև դա ենք տեսնում այդ հատվածում, որ Հիսուսի խոսքերը հոր խոսքերն են, Հիսուսի գործերը հոր գործերն են, այսինքն կրում են Աստծո բնույթը։ Դրանից հետո տեսանք աղոթքի զորության մասին խոստումքը եւ ինչ որ խնդրեք իմ անունով կանեմ, աշակերտները կանեն նույնիսկ ավելի մեծ գործեր, քան Հիսուս, որի մասին մենք խոսեցինք։ Այո, նրանք տարածապես, Հիսուսը տարածապես հրեական տարածաշրջանը չանցավ, բայց աշակերտները ուր հասան։ Ամբողջ աշխարհը եւ մինչեւ երկրի ծայրերը։ Նաեւ քանակական առումով Հիսուսի կենտանության օրոք, կենտանուի նկատի ունեմ երկրի վրա, մինչև մահը իր ֆիզիկական կյանքի ժամանակահատվածում, այդքան մարդիկ չեն ապաշխարել, ինչքան որ առաքելական տարաշրջանում, եկեղեցաշինական տարածաշրջանում, որովհետև այն տևեց 3 տարի, սա տևեց ժամանակային առումով, քանի տարի էլ, պատկերացրեք, սկան տարի կքարոզվի Քրիստոս։ Եվ նաև Հիսուսի անունով աղոթելու զորության մասին խոսվեց։ Պատվիրանները պահելու ուսմունքը տեսանք անցած անգամ, որ եթե մեկը ունի Տիրոջ պատվիրանները, անհրաժեշտություն կա պահելու եւ այն, որ պահում ես, երևալու է, որ դու Քրիստոսին ես չես պահում, չի երևալու։ Որից հետո նաև տեսնում ենք Սուրբ Հոգու խոստմունքը, ես կխնդրեմ Հորը, նա մեկ այլ մխիթարիչ կդածես, ճշմարտության հոգին, որին աշխարհը չի կարող ընդունել, բայց մենք տեսնում ենք այդ ողորմությունը նաև այստեղ, որ մենք ընդունեցինք եւ ճանաչեցինք նրան։ Նա կլինի մեր մեջ, խոստում է հավիտենական բնակվության մասին, որտեղ ասում է նա կգա եւ հավիտյան ծեր մեջ կբնակվի, ոչ թե օրինակ մի ամիս, 10 տարի, 5 տարի հետո փրկությունդ կորցրիր։ Սա սխալ վարդապետություն է, որտեղ Հիսուսը խոստումը անշրջելի ճշմարտություն է եւ ասում է նա ցես հետ կբնակվի հավիտյան։ Նաև ասում է, որ նույն հոգին կուսուցանի կհիշացնի Հիսուսի ուսմունքի ճշմարտությունների մասին, որից հետո տեսնում ենք խաղաղության խոստումը, սա հաջորդական պատգամների շրջանակում կդիտարկենք եւ մի ամփոփում։ Այս բաները արտահայտությունը, որի մասին Հիսուսը խոսում է, վերաբերվում է Հիսուսի վերջին ընթրիքի ժամանակ կարևորագույն թեմաներին եւ առհասարակ Քրիստոսի ծառայության շրջանակներում, ինչ որ Հիսուս ուսուցանել է։ Բայց Հիսուս իր ամբողջ ուսուցանածը օրենքի նաեւ շրջանակը բերեց եւ ամփոփեց Սիրիչ պատվիրանի մեջ եւ նաեւ եթե ունես, պահիր իմ պատվիրանները եւ դրանով հայտնի կլինի, որ իմ ծառան, այս ամենը մեզ սովորեցնելու է եւ մեզ հիշացնելու է Սուրբ Հոգին։ Մխիթարիչ բառը պարակլետոս, որը նշանակում է օգնական կամ կանչված կողքին, Սուրբ Հոգին կանչված է մեր կողքին լինելու, ավելին ասեմ, մեր մեջ լինելու, մեզ առաջնորդելու, օգնելու, նաեւ այս բառը իր մեջ պարունակում է երկու ճշմարտություն՝ միջնորդ եւ պաշտպան։ Նա է մեզ պաշտպանելու եւ միջնորդելու։ Կերպերը հասկանալու ենք հիմա պատգամի շրջանակներում։ Ինչ միջնորդության, ինչ
առաջնորդության, ինչ հիշացման, ինչ ուսուցման մասին է խոսքը։ Եվ Հիսուսի կողմից Սուրբ Հոգուտերի առաջին հստակ նույնականացումն է, որ Սուրբ Հոգին լինելու է մխիթարիչ։ Սուրբ Հոգուց առաջ ով էր մեր մխիթարիչը, նախքան Սուրբ Հոգու գալը։ Հիսուս։ Դրա համար ասում է մի ուրիշ մխիթարիչ, որտեղ մի մխիթարիչ կար, Հիսուսը ամբողջությամբ մխիթարություն էր իր աշակերտների համար, երբ տեսնում ենք անգամ իր գնալու ժամանակ մխիթարում էր, այդ վերջին ընտրիկի ժամանակ հույս էր տալիս, ուժ էր տալիս, եւ հիմա սիրելիներս նաեւ տեսնում ենք Սուրբ Հոգու միջոցով այս մխիթարության աշխատանքի շրջանակը։ Սուրբ Հոգու գործառույթները քննելու ենք Սուրբ Հոգու գործառույթները, սիրելիներս։ Հիսուսը հստակ կնկարագրե որոշակի ծառայություններ, գործառույթներ, որը կատարելու է Սուրբ Հոգին։ Մանրամասն վերլուծում ենք Աստվածաշնչյան այլ հատվածների հետ նույնպես առնչվելով։ Խոսեցինք մխիթարիչ Պարակլետոս։ Մի քանի գործառույթներ նա սպոպում է, մխիթարում է, այսինքն Հովանու 16:7-ում ենք սա տեսնելու, բայց ես ճշմարտություն եմ ասում ձեզ, ավելի լավ է ձեզ համար, որ ես գնամ, որտեղ եթե ես չգնամ, մխիթարիչը չի գա ձեզ մոտ։ Օգնական բնույթն ենք տեսնում, Հռոմեացի 8:26 ասում է, նույնպես եւ Հոգին օգնում է մեր տկարություններին, այսինքն երբ մենք տկար ենք, երբ մենք ընկած ենք, սա նույնպես Սուրբ Հոգու դերակատարությունն է, ֆունկցիոնալ։ Եվ տեսնում ենք, որպես պաշտպան, փաստաբանական իմաստով, մեր փաստաբան Սուրբ Հոգուն, առաջի Հովանու 2:1-ը ասում է, Հիսուսն է մեր փաստաբանը, իսկ Սուրբ Հոգին նույն դերն է կատարում երկրի վրա, Պարակլետոս, ներկայացուցիչը, Աստծո ներկայացուցիչը, մեր համար վգան, մեր բարեխոսը։ Եվ Հիսուս իր ֆիզիկական բացակայությունը կամ, այսպես ասեմ, ծառայության շարունակությունը լրացնում է Սուրբ Հոգու միջոցով։ Հիմա նայեք, երբ որ մենք խոսում ենք Սուրբ Հոգու գալստյան մասին, կրկին պիտի հիշենք Սուրբ Երրորդության գաղափարախոսությունը։ Հիսուս ասում է, ես կխնդրեմ, որ Հայրը ուղարկի, միտեղ ասում է Հայրը կուղարկե, միտեղ ասում է, որ ինքը կգա, երբ Սուրբ Հոգին կգա։ Այսինքն կրկին տեսնում ենք, որ այն, որ Հիսուս խնդրեց, որ Հայրը ուղարկի, եւ այն, որ Հայրը ուղարկեց, եւ այն, որ Հիսուսն ուղարկեց, սա չի նշանակում, որ Սուրբ Հոգին իր անձնական որոշումով իր ծառայությունը կամ այսպես ասած ֆունկցիոնալ դերակատարությունը չի կատարում, այլ ուզում եմ հասկանանք, որ սա Աստծո հավասար բնույթի մասին է խոսում։ Որտեղ երբեմն մարդիկ ներկայացնում են, որ Սուրբ Հոգին ուղղորդված Հայր Աստծուց, ոնց որ հրամաններ կատարող մեկն է կամ գործող ուժ է, որը մենք չենք ընդունում, նա անձ է, կփորձեմ նաև այս հարցին մի փոքր առնչվենք պատգամի շրջանակներում։ Նա Հիսուսի խոսքերի հիշեցում է անելու։ Այնինչ ասել է առաքյալներին, ավետարանների գրառման աջակցություն է ցուցաբերելու Սուրբ Հոգին, որպեսզի մենք այսօր ունենայինք կատարյալ Աստվածաշունչը, այստեղ տեսնում ենք Սուրբ Հոգի Աստծո անմիջական միջամտությունը, որովհետև այնինչ Պողոսը հիշում էր հին ուխտից, օրենքի շրջանակից, քրիստոնեական մոտեցմամբ ներկայացնում էր կրկին եւ մեզ այսօր ամեն բան կատարվում էր Սուրբ Հոգու հիշեցման եւ ուսուցման արդյունքում, որն էլ խոստացել էր Հիսուս Քրիստոսը։ Սուրբ Հոգին նաեւ կատարում է Հիսուս Քրիստոսի ճշմարտությունների փոխանցման ճշգրիտ փոխանցումը։ Հովանու 15:26 նա կվգայի իմ մասին։ Նա ճշգրիտ կերպով Սուրբ Հոգին է, որ մեզ վկայում է Հիսուս Քրիստոսի մասին իր ամբողջ ճշմարտություններով։ Հոգևոր հիշողությունն է պահպանում։ Սուրբ Հոգին պահպանում է եկեղեցու հիշողությունները ում մասին։ Հիսուս Քրիստոսի մասին, Հիսուս Քրիստոսի ուսուցանած կատարած եւ ամեն բանի մասին։
Հայրը կուղարկե Հիսուսի անունով, նա կգա Հիսուսի անվան հեղինակությամբ, նաև իր սեփական, որտեղ ինքը անձ է, բայց գալիս է Հիսուս Քրիստոսի մասին վկայելու, այդ անունը վկայելու, մեզ հիշեցնելու, մեզ ուսուցանելու, որովհետև մենք գիտենք Աստվածության Սուրբ Երրորդության անձերի մեջ Հիսուս Քրիստոսն է միակ ճանապարհը դեպի փրկություն, եւ Սուրբ Հոգուն իր ֆունկցիոնալ դերակատարության մեջ մեզ մղում է դեպի այդ ճանապարհը, վկայելով Հիսուս Քրիստոսի մասին, հիշեցնելով իր ուսմունքները եւ հիշեցնելով այն բարձ ճշմարտությունները, որ սովորեցրեց Հիսուս Քրիստոսը։ Նա նաև կատարում է Հիսուսի փառավորումը։ Հովանու 16:14-ում ասում է. նա ինձ կփառավորի, որովհետև իմիցը կառնի եւ կհանդիծես։ Այսինքն նա ինչ անում է, ուղղորդում է դեպի ինձ եւ իմ փառքին։ Իհարկե, փառք Հավիտյանս Հավիտենից Սուրբ Հոգուն։ Աշակերտների Հիսուսին միացնելու գործառույթն է անում։ Հռոմեացի 8:9 Դուք մարմնական չեք, այլ հոգեղեն, եթե իսկապես Աստծո հոգին բնակվում է ձեզ մեջ։ Այսինքն, եթե Աստծո հոգին բնակվում է մեր մեջ, սա նույն հոգին կրելու եւ միաբան մեկ մարմին լինելու գաղափարն է տալիս մեզ։ Նաև Սուրբ Հոգին օգնում է մեզ եկեղեցու միջոցով Հիսուսի ծառայության շարունակությունը, գործ կառակելոց 1:8։ Բայց դուք զորություն կառնեք, երբ Սուրբ Հոգին կա, եւ Սուրբ Հոգին իջնի ձեզ վրա, եւ իմ վկաները կլինեք։ Այսինքն եկեղեցին իր գործառույթը Քրիստոսի վկա լինելու եւ ավետարանը տարածելու ամբողջ աշխարհում կատարվում է միայն եւ միայն Սուրբ Հոգու միջնորդությամբ։ Անցանք առաջ։ Նա նաև ապահովում է Աստծո մշտական ներկայությունը փրկված մարդու մեջ, պիտի շեշտադրենք, վերստին ծնված մարդու մեջ, ոչ թե ատոր զբաղեցնող քրիստոնյայի, ոչ թե կրոնավորի, ոչ թե աղանդավոր, միայն ու միայն թողեղնի աշխարհի ամենատգարը, բայց վերստին ծնված քրիստոնյայի մեջ։ Մշտական ներկայություն, եւ ես կխնդրեմ Հորը, եւ նա մեկ այլ մխիթարիչ կտածես 14:16-18-ն է, որը հավիտյան կբնակվի ձեր մեջ։ Հավիտյան բնակություն հավատացյալ մեջ, որովհետև ասում է, որ դուք նրան ճանաչում եք, որովհետև նա ձեզ հետ է եւ մնում է ձեր մեջ եւ ձեր մեջ կլինի։ Եվ նաեւ սա խոստումն էր այն բանի, որ երբ որ Հիսուս գնար, մեզ որբ չէր թողնելու, առանց պաշտպանության, առանց օգնականի, առանց ուսուցանողի, առանց խրատողի, առանց այդ ֆունկցիոնալ դերակատարության չէր թողնելու մեզ։ Եվ այդ լրացնում է Սուրբ Հոգին։ Հիմա նայելու ենք Սուրբ Հոգու ուսուցանելու, հիշացնելու գործառույթները աստվածաշնչյան համարներով։ Ինչպիսի աստվածաշնչյան համարներ ունենք, որտեղ այո կարող ենք տեսնել, որ այն ինչ Հիսուս Քրիստոսը խոստացել էր վերջին ընտրիկի շրջանակում, Սուրբ Հոգու միջոցով 100 միլիարդ տոկոսով կատարվեց եւ կատարվում է մինչեւ օրս եւ կկատարվի հավիտյան։ Հովհաննես 14:26 Բայց մխիթարիչը Սուրբ Հոգին, որին Հայրն ուղարկելու է իմ անունով, նա ամեն բան ձեզ կուսուցանի, Հիսուսի ուղղակի խոստումը, որ Սուրբ Հոգին կուսուցանի, կատարվում է մինչև օրս։ Հիմա հետաքրքիր է, չէ՞, Սուրբ Հոգին ոչ միայն կուսուցանի, այլ նաև եթե մեկը եկեղեցու մեջ Սուրբ Հոգին չունենա, չի ուսուցանվելու։ Հասկացանք։ Որովհետև նա նաև այնինչ մենք կուսուցանենք Սուրբ Հոգու միջոցով, ձեր համար ընկալելի է դառնում Սուրբ Հոգու միջոցով։ Դրա համար 1000 տարի մարդիկ գալիս են եկեղեցի եւ չեն ուսուցանվում։ Ճշմարտությունները չեն կիրառում, եթե չունին Սուրբ Հոգին։ Այսինքն նա ոչ միայն ուսուցանում է մեր միջոցով, նաև ձեր մեջ է այդ ուսմունքը որպես ֆունկցիա, կյանքի ապրելակերպ ձևավորում Սուրբ Հոգին։ Հովանու 16:13-14 Բայց երբ նա ճշմարտություն հոգին կա, ձեզ կառաջնորդի դեպի ողջ ճշմարտությունը,
Ուշադիր եղեք, չի ասում ինչ-որ բան, ողջ ճշմարտությունը։ Կորինթացիների առաջի գլխում Բագրատ Աշոտ եղբորը վերջերս այդ հարցով խոսում ենք, ասում է դուք ամեն գիտություն ունիք եկեղեցուն, ասում է ամեն շնոր ունիք, որբեսի պատրաստ եղնիք երկինք մտնելու։ Այսօր եկեղեցի ջան, նույնը ես կկրկնեմ Պողոսի այդ արտահայտությունը։ Դուք այսօր ամեն ճշմարտություն ունիք, ամեն միջոցներ ունիք, որպեսզի պատրաստվեք Հիսուսի երկրորդ գալստին։ Եթե չեք պատրաստվի, չի նշանակի որ միջոցները եկեղեցուն տրված չէ, այլ նշանակում է դուք միջոցները չեք կիրառել։ Կամ Սուրբ Հոգին չունի, կամ խնդիր է։ Սա պիտի լրջորեն մտահոգի մեզ։ Իսկ եթե Սուրբ Հոգին ունիք, հիմա հասկանում եք ինչի մասին է խոսքը եւ ինչ ունիք անելու, ուսուցանվելու։ Դրանից հետո բայց երբ նա ճշմարտության հոգին կացես կառաջնորդի դեպի ողջ ճշմարտությունը, որովհետև նա իրենից չի խոսելու, այլ ինչ որ կլսիկ խոսի եւ գալի ցես կհայտնի, նա ինձ կփառավորի, որովհետև իմից կառնի ցես կհայտնի։ Մի խոսքով հոգին առաջնորդում է մեզ ողջ ճշմարտության մեջ, ժամանակ առ ժամանակ ավելի խորացնելով։ Մի անգամից չէ։ Սրբության անցնելը, Աստծո խոսքով սրբվելը, մաքրվելը միգուցե մեկ ամբողջական կյանքի տևողություն ունենա։ Հասկանում եք, բայց այն, որ երկնքում հասնելու ենք, կրկին Սուրբ Հոգու միջոցով դա հաստատ։ Դրանից հետո ասում է, նա հայտնում է գալիքը եւ ինչ որ լինելու է, եւ այո, մենք այսօր տեսնում ենք Սուրբ Հոգուց ներշնչված առաքյալների գրառությունների մեջ աշխարհի ոչ միայն սկզբի պատմությունը մարգարեաբար, այլ նաեւ վերջը, թե ինչ է լինելու հետո։ Եվ Սուրբ Հոգին ունեցող մարդու համար ինչ է լինելու հետո, սա նույնպես ուսուցանում է Սուրբ Հոգին։ Եվ երրորդը հայտնում է այն, ինչ առնում է Հիսուսից։ Իսկ Հիսուսն ով էր? Ճանապարհ, ճշմարտություն, կյանք։ Հովհաննես 2:27 Եվ դուք օծություն ունեք նրանից, եւ պետք չունեք, որ մեկը ձեզ ուսուցանի, այն ինչպես նա այդ օծությունն է ձեզ ուսուցանում ամեն բանի մասին, եւ ճշմարիտ եւ ստույգ չէ, եւ ինչպես սովորեցրեց ձեզ նրանում էլ մնացեք։ Սուրբ հոգուոծությունը ուսուցանում է ամեն բանի մասին։ Չկա մի բան, որի մասին դուք չեք սովորում։ Նա ասում է ձեզ ամեն բանի մասին կսովորեցնի։ Ամեն բանի նշանակում է բավարար ուսուցանում է տալիս ամեն քրիստոնյայի։ Թե գիտեք ինչ կա, թե ես չեմ հասկանում, բանը հիմա կհասկանանք շատերի չհասկանալու ակունքն որտեղից է գալիս քիչ-քիչ։ Կորինթացիների 1:13 Եվ բացի այդ նաև հիշեցնեմ, որ ասում է, որ նա ուսուցանում է ճշմարիտ է իր ուսուցանածը։ Առաջի Կորինթացի 2:13 Որոնց մասին եւ խոսում ենք ոչ թե մարդկային իմաստությամբ սովորեցրած խոսքերով, այլ Սուրբ Հոգով սովորեցնելով, հոգևորը հոգևորի հետ համեմատելով։ Եվ Պողոս Արաքյալը այստեղ նախաստակ ցույց է տալիս, որ այն ինչ իրենք խոսում էին եւ ինչ որ մենք ունենք Տիրոջ կատարյալ խոսքի մեջ, սա վերծված է Սուրբ Հոգու ճշմարտությունից, Սուրբ Հոգու ներշնչումից։ Սա տալիս է մեզ Սուրբ Հոգին, նա է մեզ ուսուցանում։ Որից հետո էլի մի քանի բան է ասում Պողոս Արաքյալն, ասում է, որ բնական մարդը հոգու բաները չի ընդունում, որից հետո շարունակում է միտքը եւ չի էլ կարող։ Ոչ թե միայն չի ընդունում, այլ կարողություն չունի։ Եվ մի զարմացեք, որ մեկը 10 տարի, 20 տարի, 50 տարի կա եկեղեցի ու հոգևոր ճշմարտության գիտություն չունենա։ Մի զարմացեք։ Որովհետև բնական մարդը հոգևոր ճշմարտությունները չի ընդունում եւ չի էլ կարող, այսինքն կարողություն չունի։ Խորհուրդ եմ տալիս Կորինթացիների, առաջի Կորինթացիների երկրորդ գլուխը ամբողջությամբ կարտակ, որտեղ խոսում է աշխարհիկ եւ հոգևոր մարդու տարբերության մասին։ Նեհեմիայի 9:20 Եվ քո բարի հոգին տվեցի նրանց ուսուցանելու համար եւ քո մանանան չզլացար նրանց բերանից։ Հին ուխտում նույնպես Սուրբ Հոգին էր տալիս ամեն բան ուսուցանելու համար։ Հիմա Սուրբ Հոգով գործնական ուսուցումը Աստվածաշնչում։ Լավ, ասում ենք Սուրբ Հոգին ուսուցանում է, այդ որտեղ ենք տեսնում, ասում ենք, ինչպես ենք տեսնում։ Հիմա կնայենք, որովհետև Սուրբ Հոգին Ղուկասու 12:12, որովհետև Սուրբ Հոգին նույն ժամին ձեզ կուսուցանի, թե ինչ պետք է ասեք։
որտեվ ասում է, եթե ցես կտանին էս ինչ տեղերը ու չգիտեք ինչ պիտի խոսակ եւ այլ, ասում է մի հոգ մի երեք, որտեվ կսեն Սուրբ Հոգին նույն ժամին ցես կուսուցանի, թե ինչ պիտի խոսեք։ Սուրբ Հոգին մեզ սովորեցնում է ճգնաժամերի պահին եւ մենք տեսանք, որ սա կիրառական էր, գործնական էր առաքյալների կյանքում։ Ոնց հիմա քիչ-քիչ կտեսնենք ինչ տեղերում է խոսած է Սուրբ Հոգին ու ինչ հիանալի կերպով։ Գործք 13:2 Եվ ինչ նրանք ծառայում էին Տիրոջը եւ ծոմ էին պահում, Սուրբ Հոգին ասեց եկեղեցու մասին, առաքյալների մասին է։ Զադեք ինձ համար Բարնաբասին եւ Սովոսին այն գործի համար, որ կանչել եմ նրանց։ Սուրբ Հոգին ուղղակիորեն ուսուցանում է եկեղեցուն։ Ցույց է տալիս նաեւ ճիշտ ընտրության եւ ծառայական կազմի կազմավորման ընթացքը, որը մենք տեսնում ենք Գործք առաքելոցում։ Գործք 15:28, որովհետեւ Սուրբ Հոգուն եւ մեզ հաջելի թված ձեզ վրա այս անհրաժեշտ բաներից, բացի այլ բեռ չտնել։ Հոգին առաջնորդեց եկեղեցական որոշումներ կայացնելու մեջ առաջի տարում։ 19:20 Գործք առաքելոց։ Եվ մինչ Պետրոսը մտածում էր տեսիլքի մասին, Հոգին նրան ասեց. Սուրբ Հոգին խոսում էր առաքյալի մեջ. ահա 3 մարդիկ են քեզ փնտրում, արի իջիր եւ գնա նրանց հետ առանց տարակուսելու, որովհետեւ ես եմ նրանց ուղարկել։ Եվ Սուրբ Հոգին ուղղակիորեն տեսնում ենք, որ ուղղորդում էր Պետրոսին, թե ինչ անի։ Խոսքը գնում է, երբ որ պիտի գնար Կորնելիոսին ավետարանելու մասին, երբ որ գնաց այնտեղ ավետարանեց, Կորնելիոսն իր ընտանիքը ապաշխարեցին, եւ տեսնում ենք, որ հենց առաջի տարից Սուրբ Հոգին սկսում է սանելի կերպով, այնքան շոշափելի կերպով գործել առաքյալների կյանքում։ Հիշեցնելու գործառույթը։ Լավ, ինչպես էր հիշեցնում։ Հովհաննես 14:26 եւ կհիշեցնի ձեզ այն ամենը, ինչ ձեզ ասացի։ Սա Հիսուսի ուղղակի խոստումն էր։ Եվ մենք սա կիրառական եւ գործնական առումով ունենք մեր 2025 թվին։ Այս падգամն ինչ որ ես ձեզ հետ խոսում եմ, սրա մեծամասնությունը մշակված եւ գրված չի եղել։ Այս падգամը ամեն բառ ինչ որ ձեր հետ խոսում եմ, հիմա այս բանը ինչ որ խոսում եմ, սա մշակված չի եղել։ Եվ նա միշտ հիշացնում է իր խոսքի ճշմարտությունը եւ մինչեւ օրս գործածելով իր ծառաներին իր եկեղեցում կատարում է այն, ինչ Հիսուս խոստացել էր խորհրդավոր ընթրիքի ժամանակ։ Հովհաննես 12:16 Նրա աշակերտները սկզբում այս չհասկացան, բայց երբ Հիսուս փառավորեց, այն ժամանակ հիշեցին, որ այս բաները նրա մասին էր գրված եւ իրենք այս արեցին նրան։ Մենք տեսնում ենք, որ կային բաներ, որ մինչև Սուրբ Հոգու այցը աշակերտները չէին հասկանում, բայց երբ որ Հիսուս փառավորվեց եւ Սուրբ Հոգին ուղարկվեց, նրանք շատ բան հասկացան հենց Սուրբ Հոգու միջոցով։ Գործք 11:16 Եվ հիշեցի Տիրոջ խոսքը, թե ինչպես ասաց, Հովհաննեսը ջրով մկրտվեց, բայց դուք Սուրբ Հոգով կմկրտվեք։ Հիշում եք նոր ասացի, որ գնում էր հետանոց Կորնելիոսին ավետարանելու։ Ահա Պետրոսը Սուրբ Հոգուց ներշնչվել է, լսել է ուղղորդումը, որ այո 3 հոգի կգան եւ կգնաս իրենց մոտ, ինքը գնում է, Կորնելիոսը հավատում է, Կորնելիոսը եւ իր ընտանիքը ապաշխարում են եւ տեղի ունենում այն ժամանակ լեզուների պարգև, լեզուներով են սկսում խոսել եւ ինչն էլ իր մեջ Սուրբ Հոգին իր հերթին հիշացնում է, ինչ Հովհաննեսը ցես ջրով մկրտեց, բայց դուք Սուրբ Հոգով կմկրտվեք։ Կրկին վկայություն եղավ այն բանի մասին, որ նայեք, ինչ հետաքրքիր է, Սուրբ Հոգին գործում է, Սուրբ Հոգին ուղղորդում է, Սուրբ Հոգին գնում է, Սուրբ Հոգին այնտեղ ապաշխարություն է բերում, մարդիկ ապաշխարում են, ինչն էլ իր հերթին Սուրբ Հոգին վկայություն է տալսում, որ առաքյալները հավատան, որ այլևս հետանոցների մեջ ինչ հետաքրքիր է, չէ՞, կատարվում է Հիսուսի խոստումը։ Գործնական օրինակներ։ Գործք 2-րդ գլուխը, Պենտեկոստեի օրը, Պետրոսի քարոզը։ Սուրբ Հոգին ինչ էր հիշացնում Պետրոսին։ Ինչ հիշացրեց։ Երբ որ մարդիկ մտածում են, որ սրանք հարպած են, լեզուներով կխոսան եւ այլ, այդ օրը
Ինչ լեզուներով խոսային նախդիկ վերցնենք։ Մարերեն, պարտևերեն, կապադովկերեն, փամբուլերեն, վիճագետից այսայից տարբեր եկած հрьяաներ էին, տարբեր լեզուներ, մշակույթներ կրող, եկել էին զատկի այդ Պենտեկոստեի այդ տաղավարտների այդ ընթացքում, երբ որ այդ ամեն ինչը կեղնի մարդիկ կմտածեն, սեսոնք խմած են եւ այլ, ինչ կսե Պետրոսը, կսե սա չեղավ թե օրվա երկրորդ ժամներում մենք խմած ենք, կսե սա եղավ, որբեսի կատարվի Հովել Մարգարեի ձեռով գրված է հիշացնում է Սուրբ Հոգին Հովել Մարգարեության մասին։ Ինչ հետաքրքիր է, չէ՞ հիշացնում։ Հիսուսի խոստումն է կատարվում։ Նա կգաց այս կուսուցանի նաև կհիշացնի։ Ու այդ հիշացումն է մեզ ինչ կբերե, որ Աստծո խոսքը ոչ թե մենակ Հիսուսի երկիր վրա գալու, այլ նաև դրանից առաջ է կատարյալ եւ շիտակ։ Հավիտյանս է կատարյալ եւ շիտակ։ Հոգին հիշեցրեց Հովելի մարգարեության մասին, Հոգին ուսուցանեց նրան 5 տագարանյան մեկնաբանություն եւ Հոգին նաև տվեց համարձակություն։ Մենք տեսնում ենք ինքը դժվար է այդ համարձակությունը ունենալ այդ բազմահազար մարդկանց դեմ ավետարանելու առանց Սուրբ Հոգու գործոնի եւ ասում է եւ Սուրբ Հոգին համարձակություն տվեց որ իրանք խոսան։ Ստեփանոսի ճառը Գործք առաքելոցի 7-րդ գլխում հիշում եք 7:55 Ստեփանոսը ավետարանում էր, նրան ցերպակալել էին, տարել էին քարկոծելու։ Բայց Սուրբ Հոգին օգնում է նրան, հիշեցնում է Իսրայելի ամբողջ պատմությունը եւ Սուրբ Հոգու միջոցով Ստեփանոսը, որ առաջին նահատակն էր, իրենց քարոզում է եւ մեկնաբանում է Իսրայելի ամբողջ պատմությունը։ Ստեփանոսը ցույց տվեց, թե ինչպես կարող է մեկը հիշել մեծ քանակությամբ Սուրբ գրային ճշմարտություններ, մանրամասնություններ Սուրբ Հոգու օգնությամբ։ Իհարկե սա եղավ իրականում պատճառը, որ նրան պիտի տանեին եւ քարկոծեին։ Եվ նաև տեսնում ենք, որ Սուրբ Հոգին երբեմն արգելքներ է դնում եկեղեցու վրա։ Օրինակ Գործք առաքելոց 16:6-10 ասում են. նրանց արգելվեցին Սուրբ Հոգուց խոսել խոսքը Ասիայում, բայց նրանց թույլ չտվեց Հոգին։ Տեսիլ կերևաց Պողոսին գիշերը։ Սուրբ Հոգին նաև մեզ ուսուցանում է, առաջնորդում է, որտեղ խոսանք եւ որտեղ չէ, որտեղ ուսուցանենք եւ որտեղ չէ։ Բայց իր եկեղեցու մեջ, այո, միշտ ուսուցանում եւ սովորեցնում է, սա խոստումն է։ Եվ վերջապես այս համարները ցույց են տալիս, որ Սուրբ Հոգու ուսուցանելը, հիշելու գործառույթները կատարվում են հստակ համ աստվածաշնչյան իրադարձությունների ժամանակ, համ շարունակաբար մինչև օրս, եւ սա այսպես լինելու է մինչև Քրիստոսի երկրորդ գալուս եւ հավիտյան։ Այս մեկ համարի մեջ այսքան ճշմարտություն կար, այսքան վկայություն կար Տիրոջ կատարյալ խոսքի մասին, Տիրոջ խոստումների կատարելության մասին, Տիրոջ վկայությունների անխախտ լինելու մասին եւ այն մասին, որ մենք մինչև օրս Հիսուսի խոստման ներքո ուսուցանվում ենք Սուրբ Հոգու միջոցով, առաջնորդվում ենք Սուրբ Հոգու միջոցով, քայլում ենք Սուրբ Հոգու միջոցով։ Ելի եմ կրկնում, սա կհասկանա Սուրբ Հոգին հպված մարդը, սա կհասկանա վերստին ծնված մարդը, սա կհասկանա Հիսուս ունեցող մարդը։ Վերջապես կարող ենք ասել, որ Տեր Հիսուս, այո, Սուրբ Հոգին ինքը Սուրբ Յորթության մեջ առանձին անձ է որպես անձ, բայց երկրի վրա, քանի դեռ ինքը մեզի հետ է, մենք Քրիստոսի ներկայության պակասը մի վայրկյան չենք ունեցել։ Աստծո ներկայության պակասը մի վայրկյան չենք ունեցել։ Մեր խնդիրների, մեր քարոզաբանության, մեր ճոխությունների ու ամեն ինչի մեջ։ Փառք եղնի Հորը Որդուն ու Սուրբ Հոգուն, հավիտյանս հավիտենից։ Եկեք ոտքի կանգնենք ու հաղորդենք։
Սքանչելի Տեր, շնորհակալ ենք այս քո մեծ ողորմության համար, որովհետեւ արժանիք չունեինք քո խաչելության, որովհետեւ արժանիք չունեինք քո տված փրկության։ Շնորհակալ ենք, որ ողորմել ես։ Շնորհակալ ենք, որ այստեղ ենք, շնորհակալ ենք, որ առիթ ունենք քեզ ծառայելու։ Կխնդրեմ մշակներ բարձրացնես, ավետարանիչներդ բարձրացնես։ Եթե մեկը չի ճանաչում քեզ եւ Սուրբ Հոգին դեռ չունի, եթե Տեր կամենում ես հպվիր եւ առաջնորդիր։ Առաջնորդիր ապաշխարության, առաջնորդիր քեզ ճանաչելու, առաջնորդիր քո համար ապրելու։ Եվ այս ամենը խնդրում եմ Հիսուսի անունից։ Եվ որ դու փառավորվես Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին։ Ամեն։ Նստեք սիրելիներս։ Որովհետեւ մենք հարց ունենք